2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մահացել, զոհվել է 30 զինծառայող, որոնց թվում նաև կենսաբանական մահերն են, հայտարարել է Պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ծառայության հետ կապված 6 դեպք է, մնացած 24-ը ծառայության հետ կապ չունեն, տանը հիվանդություններից, ճանապարհային երթևեկության խախտումների, վթարի հետևանքներով են։ 2025 թվականին ծառայության հետ կապված մահվան 6 դեպք է եղել, մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը ինքնասպանության, երկուսն էլ առողջական խնդիրների պատճառով, պարզաբանել է Պապիկյանը։ Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը ապօրինի խախտելու առիթով։ Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին մի հրապարակում եղավ, որտեղ գրել էին, թե համացանցում հայտնվել է Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Նույն աղբյուրում հրապարակվել է նաև հեռախոսային խոսակցությունների ձայնագրություն։ Փաստաբանը բողոք է ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ դատարանի որոշմամբ բողոքը բավարարվել է։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Նա շնորհակալություն է հայտնել Ալիևին քաղաքական կամք դրսևորելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին, նաեւ մեր վարչապետին, այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է։ Նպատակը մեկն է եղել՝ խաղաղությունը, ասել է Խաչատուրյանը։ Ազգային ժողովի падգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարվում է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նա այդ մասին հայտնել է Facebook-յան էջում, նշելով, որ միաժամանակ որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Հիշեցնենք, Հունանյանը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընտրվեց Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Վարորդական վկայական ստանալու գործընթացը կարտապատվիրակվի մասնավորին։ Ազգային ժողովում նոր մոդելի մասին խոսել է ներքին գործերի նախարարը։ Արփինե Սարգսյանը նկատել է, որ քաղաքացիները դժգոհում են վարորդականի քննությունների հերթերից, հատկապես Երևանում, որտեղ գործնական քննությանը հասնելու հերթը ձգվում է մինչև ամառ։ Նա նշել է, որ ներդրել են նոր հերթագրման համակարգ, Երևանի ստորաբաժանումում ավելացրել են աշխատակիցների ու մեքենաների թվերը, որոնք սպասարկում են գործնական քննությունները։ Իսկ ապագայում նախատեսում են նաև մասնավոր հատվածի ներգրավում եւ համակարգի բարեփոխում։ 9602 ուսուցիչ ուսուցչական կազմի շուրջ 31%-ը հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը եւ բարձր է վարձատրվում։ Ազգային ժողովում հայտարարել է կրթության նախարարը։ Նրա գնահատմամբ սա լավ դինամիկա ու առաջընթաց է։ Բացի այդ, նախորդ տարի դպրոցներ են մտել շուրջ 4000 նոր ուսուցիչներ, նրանց 80%-ը մինչև 45 տարեկաններն են։ Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ այս մարդիկ ընտրել են մանկավարժությունը, որովհետև տեսնում են, որ ուսուցիչը արժանապատիվ վարձատրության հնարավորություն ունի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։